Անհոր եւ որդվո եւ ոգույն սրբո ամեն։ Մինչ ժողովուրդը գզարմանար Հիսուսի կատարած փորձերուն վրա, իր աշակերտներուն թարնալով ըսավ. լավ մտի գրեք եւ մի մոռնաք ասիգա։ Մարդու որդին պիտի մատնվի մարդոց ցերկը։ Սակայն աշակերտները չհասկացան խոսքին իմաստը, որովհետև Աստված իրենց մեծած գած էր, որպեսզի չհասկանան։ Մյուս կողմեալ գվախնային իրենց հարցնելու այս մասին։ Աշակերտները սկսան վիճապանիլ, թե իրենց մե ով է մեծը։ Հիսուս գիտնալով անոնց մտածումը, մանուկ մահարավ եւ իրքով կանգնեցնելով ըսավ. Ով որ ընդունի այս մանուկը իմ անունովս զիս ընդունած կլա, եւ ով որ զիս կընդունի, ընդունած կլա զիս խրբողը, որովհետև ով որ ծեր բոլորի մեջ փոքրիկն է, ան է մեծը։ Հովհաննեսը սա վարդապետ, մեկը տեսանք, որ քո անունովը չար ոգիներ կհաներ, եւ մենք արգիլեցինք իրեն, որովհետև մեզի հետ չի շրջիր։ Հիսուսը սավ, արգելք մի ըլլակ իրեն, որովհետև ան որ հագարակ չէ ցեզի, կնշանակե թե ծեր կողմն է։ Ամեն։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այս թրվակը մեր բոլորին շատ ծանոթ թրվակն է։ Բայց քիչեր են, որոնք կրնան այս թրվակին մեջ քրված խոսքերուն իմաստին մեջ թափանցել եւ հասկանալ, թե Հիսուս ինչի մասին գխոսի։ Ինչն է այն պատկամը, որ ավետարանիչը կուզե հասցնել այդ օրվան մարդուն եւ այսօր անուհագի ձևով մեր բոլորին։ Թրվակը գսկսի ինչպես քիչ առաջ լսեցիք, հետաքրքրական նախատասությամբ կսե մինչ ժողովուրդը գզարմանա Հիսուսի կատարած փորձերուն վրա, իր աշակերտներուն թարնալով Հիսուս կսե լավ մտի գրեք, ձեր ագանչին ողրեք, կսե Հիսուս աշակերտներուն, որ մարդու որդին պիտի մատնվի, մարդուն ցերկը պիտի ինա, պիտի չարչարվի, պիտի հալածվի։ Մինչ կտեսնենք նախորդող թրվակներուն մեջ եւ նույնիսկ այս առաջին դողին մեջ, թե ինչպես ավետարանիչը կներկայացնե այն ավելի պայծառ եւ ավելի գեղեցիկ պատկերը, երբ ժողովուրդը կհիանար Հիսուսով, Հիսուսի կատարած հրաշագործություններուն եւ քարոզչություններուն մեջ են ժողովուրդը ավելի եւ ավելի կգապվեր Հիսուսին եւ Հիսուսի բարի համբավը կդարածվեր ամենտեղ, Հիսուս հանգիստ ընելու դեղ չուներ, ուր որ երթար, բազմությունը ետևեն երթար, բազմությունը կշրջաբադերզինք եւ Ղուկասի ավետարան կարդացողները լավ պիտի հիշեն եւ անոնք, որոնք as a footnote ասեմ, Bible studies կմասնակցին, լավ պետք է հիշեն, թե Հիսուս այդ բազմութերեն կհեռանար եւ երթար անաբադին մեջ կարանցնանար։ Այստեղ բայց ինչս էլ ուզե մեզի ավետարանիչը, երբ մեկ կողմեն այս պայծառ գացություն եւ մթնոլորտը գա, երբ Հիսուս սիրված է բոլորեն եւ բազմությունը կհետևի Հիսուսին, Հիսուս լավ գիտե աշակերտներուն մտածումը։ Հիսուս կանտրատարնա, որ այդտեղ աշակերտները կսկսին խորհիլ իրենց մեջ ասելու, որ մեր վարդապետը համբավ կունենա, ժողովուրդը կսիրեզին եւ ահավասիկ նոր մեսիան կսկսի ծանոթացվիլ իր ժողովրդի մեջ եւ կսկսին իրարու մեջ վիճիլ աշակերտները ասելով, արդյոք մեր մեջ են, երբ որ Աստծո թագավորությունը հաստատվի, մենք ինչպիսի պաշտոններ եւ թիրքեր պիտի ստանանք։ Կսկսին վիճի,
Արդյոք ով պիտի լա առաջինը մեր մեջ, ով ավելի բարձր պաշտոն պիտի ունենա, երբ Իսրայելի թագավորությունը հիմնվի, եւ Հիսուս դառնա Մեսիան թագավորը։ Հիսուս այս խորհուրդներեն մեկնելով եւ ճանչնալով մարդոց սիրտն ու մտածումները գտարնա աշակերտներուն ասել լավ մտածեցեք եւ ասիգացեր ագանչին օղրեք, որ մարդու որդի մարդոց ցերկը պիտի լինի։ Այսինքն Հիսուսը ասել ուզեց, որ այս բարի օրերը պիտի անցնին, այս բայցար օրերը պիտի անցնին, այս քեղեցիկ պատկերները պիտի երթան եւ դեղը պիտի կա ավելի մութ պատկերն, երբ մարդիկ պիտի հալածեն Հիսուսը եւ ոչ թե իրեն հետևին, երբ մարդիկ պիտի չարչարեն Հիսուսը եւ ոչ թե ծաղիկներով կամ դերևներով ճամփան հարթեն Հիսուսին, երբ մարդիկ պիտի նախընտրեն խաչել, արյունը քմել Հիսուսի խաչին վրա եւ ոչ թե ովսաննա օրհներքեն իրեն։ Բայց ավետարանիչը գսե աշակերտները չհասկացան եւ գսե Աստված քաղտնի բահաձեր, փողազերծած էր այդ մտածումը աշակերտներուն, որովհետեւ չհասկանան։ Կզարմանանք շատ անգամ, թե ինչու Աստված այդպիսի բան գնե եւ ճշմարտությունը հստակ կերպով մարդոց եւ աշակերտներուն առջեւ չի տներ։ Մեկ պատճառով սիրելիներ, որովհետեւ ճիշտ է, որ Աստված ամեն բան գիտե եւ կճանչնա, բայց լավ գիտե նաեւ, թե մարդը որքան կրնա ընկալել այդ տրվածը։ Աշակերտները այդ օրերում կգարձեին, որ Մեսիան Հիսուսը գամած զինվոր պիտի հավաքե, զենքեր սուրեր պիտի հավաքե եւ այդ բանակը երբ կազմակերպե, իրենք պիտի սկսին քաղաքականորեն Հիսուսի թագավորությունը հիմնել Իսրայելի մեջ։ Եվ անոր համար գվիճեին, որ երբ մենք կրավենք Երուսաղեմը, երբ մենք թագավորությունը հիմնենք Մեսիային, արդյոք մենք ինչպիսի պաշտոններ եւ թիրքեր պիտի ունենանք։ Եթե Աստված այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի միջոցով Մեսիային ճշմարիտ ծառայական պատկերը ներկայացներ աշակերտներուն, այսինքն հստակ կերպով իրենց սեր նայեցեք, Մեսիան չէ եկած որպեսզի քահերուն վրա բազմի, այլ եկած է ամենեն փոքրիկին ծառայելու եւ նույնիսկ սպաննվելու, անմիջապես այդ աշակերտները պիտի ցկեին Հիսուսը եւ պիտի հեռանային, ասելով, որ այս մարդը սուտ մարգարեն է։ Ճիշտ անոր համար Աստված կսպասե, որ ժամանակի ընթացքին կյանքի պայմաններու բերումով գամած աշակերտները երբ ագանադես կդառնան, երբ ավելի կշաղվին Հիսուս Քրիստոսի հետ, ավելի կլսեն անոնց իր պատկանը, ավելի պատրաստ պիտի ըլլան հասկանալու, լսելու եւ ընկալելու Մեսիայի ճշմարիտ պատկամը եւ հասկանալու, ընկալելու ճշմարիտ ինքնությունը Մեսիայի։ Քիչ մանտին ավետարանիչը գսե սիրելիներ, որ երբ աշակերտները գվիճեին իրենց մեջ ասոր մասին, Հիսուս փոքրիկ մգարն է, եւ շատ հավանաբար մասնակետներ գսեն, որ այդ փոքրիկը աշակերտներեն մեկուն զավակը ընլալու է, շատ հավանաբար Պետրոսին, եւ գարնե իրենց մեջ տեղը գտնե ասելով, որ ան որ այս փոքրիկը ընդունի, իմ անունովս ընդունած կլա նաեւ զիս եւ ինձի ղրգողը։ Ինչ կնշանակեն այս խոսքերը։ Բոլորս լավ գիտենք սիրելիներ, որ օրվան հրեական ընկերության մեջ փոքրիկը, բզդիկը ստատուս չուներ ընկերության մեջ, հանգամանք չուներ, դեր եւ թերագադարություն չուներ ընկերության մեջ։ Պետք էր որոշ դարիքի հասներ, որպեսզի կարենար հանգամանք ունենալ, որպեսզի մարդիկ կարենային զինք փանի դեղ տնեն։
Հիսուս եւ կտեսնե իր աշակերտները գվիճին թիրքի եւ պաշտոնի համար, այդ փոքրիկը բերելով եւ անոր օրինակը բերելով ասել կուզե որ թիվ 1 նախ դուք որպես մարդիկ հանգամանքի յետևեն պիտի չվազեք, հետամուտ պիտի չլակ պաշտոններու, թիրքերու, երևելու այդ մարմաչ եւ հիվանդությունը ձեր մեջ են դուրս պիտի հանեք, այլ պիտի ըլլակ այս փոքրիկին վեր, որ հանգամանք եւ թիրքի յետևե չէ, եւ երկրորդ դուք պիտի երթակ հանգամանք չունեցողներուն յետևեն, պիտի հասնեք հանգամանք չունեցողներուն, պիտի լսեք եւ գարեգիցը ըլլակ, օգտակար ըլլակ այդ հանգամանք չունեցողներուն, այսինքն դգարներուն, զրկվածներուն, աղքատներուն, հիվանդներուն, անոնք որոնք ընկերության կողմէ բանի դեր չեն տրված, անոնց յետևեն պիտի երթակ, անոնց պիտի քարոզեք, անոնց պիտի բերեք Աստծո սիրույն եւ խաղաղության, որովհետեւ այլ դեր լերան քարոզի մեջ Հիսուս կսե շատ հստակ կերպով, անոնց է Աստծո թագավորությունը, որովհետեւ մեծահարուստներ, որովհետեւ մեծամեծներ, թիրքի վրա եղողներ, պաշտոնի վրա եղողներ շատ չեն հետաքրքրված բարձրությամբ, իհարկանս բացառություններում, բայց եւ այնպես ահավասիկ այստեղ, երբ աշակերտները կսկսին այդ թիրքի եւ պաշտոնի եւ հանգամանքի մեծնալու հիվանդության են դարավիլ, անմիջապես Հիսուս ահավասիկ ճշմարտությունը կբերե իրենց առջև, ասելով որ հետամուտ մի ըլլակ նման բաներում, որովհետև ճշմարիտ Մեսիային, ճշմարիտ հետևորդ ըլլալ կնշանակե ծառայական ղեկավարություն կատարել, ծառայական առաջնորդություն անել եւ ոչ թե քահերուն վրայել հրահանգներ արձակել։ Ուստի սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այս խոսքը գարանչվի մեր բոլորի հետ, ոչ թե միմիայն եկեղեցականներուն եւ հոգեվորականներուն, բոլորիս հետ, որովհետեւ ինչպես միշտ կգրտնեմ, մենք բոլորս առաքյալներն ենք Հիսուս Քրիստոսի, բոլորս ալ գոչված ենք ծառայելու, խոսելու, քարոզելու, լույսը եւ հույսը դառնալու Հիսուս Քրիստոսի եւ Աստծո թագավորության այս երկրին վրա։ Մեկը թող չսե որ ես այդ բարդականությունը չունիմ, սա կնշանակե որ ինքզինք եկեղեցի են, այսինքն Քրիստոսի մարմին են դուրս կցկեն։ Երբ որ մենք կմկրտվենք Սուրբ եկեղեցու ավազանեն, կդառնանք ոչ միայն սեղանագիծը Քրիստոսի, այլև փանփերը, առաքյալը Քրիստոսի։ Մենք բոլորս ուստի սիրելիներ, գիտակցությամբ, մեր կյանքով, մեր խոսքերով, մեր մտածումներով, մեր կենսաղագերբով, մեր ինքնությամբ պետք է բարի օրինակ դառնանք բոլորին։ Եթե կուզենք, որ Հիսուս օրհնվի բոլորին կողմէ, Հիսուս օրհնվի երիտասարդներուն եւ բադանիներուն կողմէ, ուստի մեծերս բարդավորություն ունենք Քրիստոսի փառությունը եւ քաղցրությունը դանելու մեր փոքրիկներուն, մեր բադանիներուն, մեր երիտասարդներուն։ Այլ կերպ չկա սիրելիներ։ Մենք դժբախտաբար կգարձենք, որ քրիստոնյա ըլլալ կնշանակե հապճեպով աղոթք մընել, մագերեսային գերբով եկեղեցի կալ, թերևս մոմ վարել, 20-ատ, 30-ատ, 40-ատ, թերևս կալ և խաչը համբուրել և այսը։ Ոչ։ Այս բոլորը կեղեցիկ մեր հավատքի արդահայտություններ գրնան ըլլա, բայց եթե մեր ներսիտին հանցնված չէ Քրիստոսին, մեր միտքը չի բարունակեր Քրիստոսի ներկայություն եւ ճշմարտությունը, այս բոլորը արդակին ծևագերբություններ կմնան միմիայն եւ ոչ մեկ օգուտ եւ օրհնություն կրնանք քաղել անոնց։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ,
ժամանակը ուշ չեղած, կգրկնեմ, ժամանակը ուշ չեղած, եկենք մենք բոլորս անդրադառնանք, թե ուր կգտնվենք մեր հավատքի ծառայական առաքելությանը մեջ, եթե մենք շեղած ենք մեր ճանապարհեն, ետ վերադառնանք մայր ճանապարհ, քալենք Հիսուսի հետքերու ետևեն, եւ այդ ճանապարհի մեջ այո մարդիկ մեզ պիտի այբանեն, այո մեզ պիտի ծաղրեն, պիտի չարչարեն, պիտի քաշքշեն, պիտի մեկտեղ, մեկ գոմ նետեն, բայց եւ այնպես վստահ եղեք, որ եթե ամբողջ աշխարհը ցեզ ուրանա, դիեզերքի ստեղծիչ Աստված ինք երբեք ցեզ առանցին պիտի չթողնի։ Եվ որն է կարևորը, մարդոց աչքին լավ եւ գեղեցիկ երևնալ, թե Աստծո աչքին հավատարիմ եւ բարի եւ գեղեցիկ երևնալ։ Այս հարցումին պատասխանը մենք յուրաքանչյուրս պիտի տանք մենք մեզի, որբեսի ըստ այն նման պատշաճ քայլեր առնենք եւ պատշաճ կյանքի կենցաղագերբի ընթացքը որդեգրենք մեր կյանքի մեջ։ Թող Տիրոջ օրհնությունը անբագասը լացեր բոլորի վրա է։ Իր իմաստությունը երկնային առադաբես հեղե ծեր բոլորին վրա, որբեսի գարենակ այս շվարած կյանքին մեջ, այս ալիքավորումներով լեցուն կյանքին մեջ, դաղդուկներով, ցայներով, աղմուկներով, չագերդյալ սպաղմունքներով լեցուն կյանքին մեջ, գարենանք անդրադառնալ, թե որն է ճշմարիտը, որն է բարին, որ մեկն է, որ մեզի պիտի տանի թեպի խաղաղությունը, այն, որ երկրի վրա չենք կրնար քնել, որն է, որ ան մեզի պիտի տանի թեպի հավիտենականություն, թեպի Աստված, թեպի աղբյուրը կյանքին, սիրո եւ հանգստին, որուն համար մենք կցկտինք այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից։ Ամեն։